Մանուկ Սուքասյան։ Այդ սեփական եկամուտների այդ թմբկահարումը շատ պոպուլյար է դարձել այդ տենդենսը, հատկապես ընդգծվեց այդ ջանքերը, որ դրվել այդ ուղղությամբ, եթե գույքահարկի պարլամենտի կողմից ավելացումը եւ առատության եղջյուրիչին թույլտվություններ տալը դա մի հատուկ գերբնական, կախարդական գործիք է, որը մենակ այս ադմինիստրացիան ուներ, հաստատ դա այդպես չի։ Ընդամենը երևանցիների գրպանի հաշվին այդ մուտքերը ավելացել, բայց անդրադառնալով այլ որ ասեցիք ովքեր են ձեզ թելադրել, հա, մանկապարտեզների աշխատողները, թանգարանների աշխատողները, ուրեմն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակաստվրանները որ նայում եք, վերջին 4 տարում Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը շուրջ 4.5 անգամ ավել բարձրացել է։ Այդտեղ վստահ եմ արդեն դուք եք ձեզ թելադրել, ոչ թե ուրիշները։ Հիմա որպես եթե այդպես շատ հոժար թելադրանքներ ընդունող եք, թանգարանների, սպորտ դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցների կողմից թելադրություն են բերել վարչական շրջանների աշխատակիցների կողմից, այսպես ասած թաղապետարանների, մարդիկ ասում են, բա մեր աշխատավարձերը երբ է բարձրանալու, ձեր այդքան բարձրացնում եք, ու պարգևավճարը ստեղ որպես աշխատավարձ պետք չի, հա, բան անել, այտենց անցկացնել։ Դա ընդհանրապես չգիտեմ, այտենց սուբյեկտիվ բան է, բարի կամքի, լոյալության դիմաց, կտանք եւ այլ եւ այլ։ Չէ, աշխատավարձով մարդկանց աշխատավարձի բարձրացում են ուզում համարժեք ղեկավար կազմի աշխատավարձի։ Մինչեւ ընտրությունները չեք պատրաստվում բարձրացնել թաղապետարանների աշխատողների աշխատավարձը։ Պարոն Սուքասյան, մեր որևէ որոշում ընտրությունների հետ կապ չունի եւ իրականում մարդիկ վարձատրվում են նաեւ վերջին 3-4 տարիներին իրենց կատարած աշխատանքի արդյունքներով։ Եվ պարոն Սուքասյան, եթե օրինակի համար Երևանի քաղաքապետարանը նախկինում մինչև 2022, 23, 24, 25 թվականները ուներ ծախսային կատարողական, չգիտեմ, 60%, տենց մոտավորապես այդ շրջանակներում էր, հիմա մենք հենց 90-ից 95% կատարողական ունենք ու չասեմ, որ եռապատիկ ավել ծավալների արված աշխատանք եւ աշխատակիցները այո վարձատրվում են ըստ իրենց կատարած աշխատանքի արդյունքների։ Հավելեմ, որ այս տարի մենք ներդնելու ենք նոր համակարգ կատարողականի գնահատականով, այսինքն որոշակի չափորոշիչներից ելնելով մարդկանց վարձատրությունը իրենց տված արդյունքին համարժեք է լինելու, ով կկարողանա իր արժև դրված խնդիրները ավելի սեղմ ժամկետներում ավելի լավ ձևով լուծել, ես ձեզ վստահեցնում եմ, այդ մարդիկ աշխատավարձի հետ կապված երբևէ էլ հարց չեն ունենալու մեր ենթակայության տակ աշխատող որևէ կառույցում։ Ես ձեզ դա երաշխավորում եմ։ Արձագանք։ Ինչու եմ շեշտում հունիսի 7-ը, որովհետև իմ կանխատեսմամբ հունիսի 7-ից հետո իշխանափոխություն է լինելու, բայց եթե դուք այդպիսի կարծիք չունեք, կարայիք հետագայի հետ կապված գոնե խոստում տայիք մարդկանց, որը դա էլ չարեցիք, ինչ վերաբերում է կատարողականներին, հիմա մենք բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այդ կանրադառնանք ձեր ասած թվերին, թե որ կատարողականն է քանի տոկոս, եւ չգիտեմ, օրինակ հենապատեր, փողոցների նորոգումներ եւ այլն, որը ամեն օր աչքի է զարնում, ձեր ասած տխուր ավանդույթները շարունակվում են եւ արդեն փաստերի լեզվով կխոսենք այս բանից։ Հուսով եմ, որ փաստերի լեզվով կխոսեք, չնայած շատ կասկածում եմ։